Մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումներն այսօր շարունակվել են Արցախի պետական համալսարանում դատական համակարգի ներկայացուցիչների եւ հանրապետության բուհերի իրավագիտության, քաղաքագիտության եւ պատմության դասախոսների մասնակցությամբ։ Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է մինչ այս փուլը հանձնաժողովի կատարած աշխատանքը, որից հետո ներկայացրել հայեցակարգի նախագիծը։ Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել մասնագիտական հանձնաժողովին հայեցակարգի նախագծում իշխանությունների տարանջատման, զսպման եւ հակակշռման սկզբունքների, դատական բնագավառի օրենսդրական կարգավորումների իրականացման գործում նույն համակարգի ներկայացուցիչների մասնակցության հնարավորության, մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների եւ ազգային մտածելակերպի համադրելիության, ինչպես նաեւ երկրի կառավարման մոդելների թեմաներով։ Հանդիպման ընթացքում մասնագիտական հանձնաժողովը ստացել է նաեւ մի շարք առաջարկություններ սահմանադրության նախագծի մշակման փուլում համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաեւ առաջարկությունների ու կարծիքների համար համապատասխան հարթակ ձևավորելու վերաբերյալ։ Քննարկումների ավարտին Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հասարակության մասնակցությունը երկրի համար կարևորագույն փաստաթղթի հայեցակարգի նախապատրաստման գործում եւ հավելել, որ աշխարհաքաղաքական սերընթաց զարգացումներին եւ մշտական փոփոխություններին Արցախը նույնպես պետք է պատրաստ լինի նոր լուծումներ ու համարժեք քայլեր ձեռնարկելով։